Տվյալ համակարգի խանութ սրահներից ձեռք բերեք կերամիկական սալիկների լայն տեսականուց ցանկացած սալիկ, իսկ սալիկին համապատասխան սոսին ստացեք ընդամենը 1 դրամով։ Մանրամասները Ideal System.am։ Պարոն Դանիելյանը ասում է, որ մենք չենք խոսում միջազգային հարթակներում։ Ես պիտի ասեմ, որ մենք խոսում ենք, շատ ենք խոսում, մենք ուղղակի չենք աղմկում, ինչը եղել է Հայաստանի դիվանագիտության, արտաքին քաղաքականության մի շատ զգալի ժամանակահատված հիմնական գործառույթներից մեկը, ու ինձ թվում է պատահական չէ, որ մեր դիվանագիտական բառապաշարում հայտնվել են այնպիսի բառեր, ինչպիսիք են աղաղակել, թմբկահարել եւ այլն։ Հիմա մենք խոսում ենք եւ աշխատում ենք եւ Հայաստանի կառավարությունը եւ արտաքին գործերի նախարարությունը շատ է խոսում։ Անցած տարի մոտավորապես այս օրերին ապրիլին ավելի ստույգ հանձնաժողովի նիստում ես հանձնաժողովի նիստը, որը հաջորդում էր առաջին սահմանային սյունի տեղադրմանը, ես ասացի, որ դա շատ լավ լուր է եւ այդ լավ լուրերը 2024 թվականին շարունակվեցին։ Սահմանազատման առաջին փորձը հաջողությամբ պսակվեց եւ այսօր մենք կարող ենք վստահաբար ասել, որ դա կարեւորագույն գործոն է խաղաղության համար, այնուհետեւ Հայաստանը եւ Ադրբեջանը ստորագրեցին եւ ապահովեցրին սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը, որը շատ կարեւոր իրավական հիմք հանդիսացավ ողջ գործընթացի համար եւ նաեւ դարձավ առաջին փաստաթուղթը, որ երկու երկրները ընդունեցին համատեղ։ Եվ այսօր եւս ես ուզում եմ ասել, որ մենք ունենք լավ լուր եւ այդ լավ լուրը մենք լսել ենք 3։ Հայաստանը եւ Ադրբեջանը համաձայնեցրել են խաղաղության համաձայնագրի տեքստը։ Սա շատ կարեւոր լուր է, որովհետեւ խաղաղության համաձայնագիրը մի տեքստ է, որը ինչպես սկզբում հարցում ձևակերպեցի, կարևոր նախադրյալ է ինստիտուցիոնալ խաղաղություն ունենալու համար եւ ընդհանրապես տարածաշրջանային կայունությանը նպաստելու համար։ Անցնող տարին արդյունքների տարի էր, անցած տարին արդեն 2024 թվականը անցած տարի եւ այդ արդյունքներից ամենակարևորը դուք նշեցիք պարոն Միրզոյան խոսքի սկզբում, դա ամենախաղաղ տարին է եղել վերջին տասնամյակների եւ սա այն հաճախ այդ տարբեր առիթներով ասում ենք, որ պետք է թնդանոթները լռեն եւ դիվանագետները աշխատեն եւ այդ տրամաբանության մեջ կարծում եմ դիվանագետների աշխատանքի ամենակարևոր արդյունք գրանցած տարին էր ու քանի որ ընդհանուր տարվա արտաքին քաղաքականության զեկույցն են քննարկում, իսկ թվում է մի քանի փաստեր կան, որոնք անպայման պետք է կրկին նշել, դա եւ ցույց տալ, թե որքանով լավ է աշխատում բալանսավորման եւ բալանսավորված արտաքին քաղաքականությունը։ Հայաստանը Միացյալ Նահանգների հետ արդեն այս տարվա սկզբին, բայց անցած տարվա աշխատանքի արդյունքում ստորագրեց ռազմավարական գործընկերության հայեցակարգ, Հայաստանը Վրաստանի հետ հաստատեց ռազմավարական հարաբերություններ, որը տարիներ շարունակ քննարկվում էր եւ 2024 թվականին կյանքի կոչվեց։ Թուրքիայի հետ քաղաքական երկխոսության մակարդական նախադեպ բարձր էր նախորդ տարվա ընթացքում, ինչը եւս կարեւոր է տարածաշրջանային կայունության տեսանկյունից։ ԵԱՏՄ-ում մենք նախագահությունն ենք ստանձնել, որի ընթացքում կարևոր աշխատանք է կատարվել։ Իրանի հետ մեր առևտրատնտեսական հարաբերությունները աճել են, թվերն են աճել։ Եվ նաև շատ հետաքրքիր մի փաստ, որը երեք երբ կարդում էի զեկույցը ձեր կողմից ներկայացված, երկրների որը թվային արտացոլումն է բալանսավորման եւ բալանսավորված արտաքին քաղաքականության, թվարկված էր հեռախոսազրույցների եւ հանդիպումների թվերը եւ որևէ երկիր չկա այդ շարքում, որը այսպես կտրուկ գերակշռություն ունի մյուսների նկատմամբ։ Սա կարծում եմ լավ ցուցիչ է ցույց տալու, որ արտաքին այդ ворթեգրած կուրսը աշխատում է եւ որը նպաստում է Հայաստանի ինքնիշխանության ամրապնդմանը, մի բառ, որից մեր ընդդիմադիր գործընկերները հետևողականորեն փորձում են խուսափել եւ մեզ հորդորում են չասել այդ բառը ավելորդ անգամ։ Այս ամենի համար շնորհակալություն արտաքին գործերի նախարարությանը եւ դիվանագիտական կորպուսին։